Disneyland այցելելը շատերիս երազանքն է, ընդ որում իմ։ Իսկ դուք գիտեք, որ այս բարի կազմակերպությունը իր պատմության մեջ ունի մութ էջեր, որը խնամքով թաքցրել է ու ամեն ինչ արել է, որ մենք դրանց մասին չիմանանք կամ շուտ մոռանանք։ 1966 թվական։ Մարդիկ Disney աշխատանքի ընդունվելուց կնքում էին մի պայմանագիր, որտեղ ներառված էր հետևյալ կետը. աշխատանքային ժամի ընթացքում նույնիսկ մահը աշխատակցին չի կարող կանգնեցնել։ Առաջին հայացքից այս ինչ որ անհիմն, հումորային, չգիտեմ, ծիծաղալու կետ է։ Այս դեպքը ապացուցում է լրիվ հակառակը։ Ծանոթացեք, սա Թոմն է։ Թոմը երկար տարիներ աշխատել էր Disney-ում որպես անիմատոր, հանդես էր գալիս Mickey Mouse-ի կերպարի ներքո, լուսանկարվում էր երեխաների հետ, ուներ գործընկեր, ում անունը Լիզա էր։ Լիզան հանդես էր գալիս Minnie Mouse-ի կերպարի ներքո ու անում նույնը ինչ Թոմը։ Օրերից մի օր իր աշխատանքը կատարելիս Թոմը վատ է զգում ու հանկարծամահ լինում։ Լիզան արագ կողմնորոշվելով ու հասկանալով թե ինչն ինչոց է, արագ Թոմին քարշ է տալիս ու նստեցնում մի աթոռի վրա, որտեղ երեխաները շարունակում են մոտենալ Mickey Mouse-ին, նստել նրա ծնկին, լուսանկարվել նրա հետ։ Պատկերացնում եք, այդ մարդիկ նկարահանվել են բառացիորեն դիակի հետ։ 1974 թվական հուլիսի 8 Դիբորա անունով մի 19-ամյա աղջիկ աշխատում էր America Sings ատրակցիոնում որպես հաղորդավարուհի։ Ատրակցիոնը իր մեջ ներառում էր շքեղ շոու ծրագիր, որ իրականացնելու նպատակով էր ստեղծվել էր մի մեխանիզմ, որը բեմը պտտեցնում է։ Եվ բուն սենյակի ու այդ պտտվող մեխանիզմի արանքում մի սենց նեղ հատված կար, որտեղ էլ Դիբորան ցավոք հայտնվում է։ Բեմը պտտվում է, ջարդելով Դիբորայի բոլոր ոսկորները։ Աղջիկը մահանում է։ Դեպքից հետո Disney-ը պատասխանատվություն չի կրում։ Այն ինչ անում է ուղղակի ատրակցիոնը փակելն է, իբրև անվտանգության կանոնների լավացումն է ու շաբաթներ անց դեպքի վայրում նոր ատրակցիոն կառուցելը, որը կոչվում էր Splash Mountain։